Դժվարությունը այստեղ, տեսեք, տրանսպորտի միջոց չի կարող մոտենա։ Ենթադրենք այս ծանր քարերը, բանը, սա ձեռքով են բարձրացվում, միջացվում։ Դժվարություններ սրա մեջ է։ Վայոց ձորի գնդեված բնակավայրում ենք։ Գյուղի միակ եկեղեցին Սուրբ Աստվածածինը 17-րդ դարում կառուցված, տասնամյակներ շարունակ քարերի կույտ էր։ Եկեղեցին շատ վաղուց փլուզված էր, թաղերը թափված էին։ Այս պատուհանը տեսեք, նոր է դրած։ Իր հին պատուհանի բեկորը քթել են, ջարդած էր այդ բեկորը, կտորով լրացրել ենք իր հին որպես պատուհան, որ դրել ենք, էլի։ Բայց արտաքինից չի զգացվում նոր ու հինը այս դեպքում։ Մենք հենց այտենց էլ արել ենք, որ դա այդքան չտարբերվի։ Չի նորոգվել երբևէ, հետևաբար տարիների ընթացքում փլուզվել է եւ կարելի է ասել մոտ վերջին արխիվային եւ նախագծային աշխատանքների մոտ 10 տարի ավել առաջ են եղել, այդ ժամանակ արդեն տանիքի հատվածները փլուզված էին, ներս թափված եւ այստեղ կույտեր էին ուղղակի։ Այսօր արդեն ավարտական փուլում են, վերջին դիտարկումներն անելու համար 2025-ի վերջին շրջայցն են անում փորձագետ, մասնագետ։ 2 տարով էր նախատեսված եւ գրեթե ավարտված են աշխատանքները, որոշակի մանր քննարկման հարցեր կան, որ այցի ժամանակ կորոշվի, շինարարին ցուցումներ կտրվեն։ Գնդեվազի այս եկեղեցին սակայն միայն իր պատմությամբ ու ճարտարապետությամբ չէ, որ արժեքավոր է։ Բացառիկ է իր որմնանկարներով, որոնք վերագրվում են Հովնաթանյանների ընտանիքին, խոնավություն, եղանակ, ուղիղ ազդեցություն ունեն եւ որմնանկարները յուրաքանչյուր տարի մենք ունենում ենք կորուստներ։ Բոլորն էլ հիմա վերականգնված են հենց եկեղեցում, բոլոր աշխատանքներն ավարտվեն, հասանելի կլինեն նաև մեզ բոլորիս։ Որմնանկարի մասնագետները դրանք ուսումնասիրեցին, շերտագրեցին եւ վերականգնեցին իր նախնական 18-րդ դարի կերպարը որմնանկարների։ Փոքր լրացումներով հիմնականում ուղղակի մաքրվել է եւ արխիվային նյութերի հիման վրա բերվել են տեսքին, ինչպես որ եղել է։ Պաշտպանիչ հատուկ շերտերով պատվել են հենց որմնանկարի մասնագետների կողմից, որպեսզի այս տարվա աշխատանքների ընթացքում փոշի, շինարարական որևէ աշխատանք չվնասի։ Գյուղի միակ եկեղեցին վերականգնումից հետո արդյոք կդառնա նաև գործող, Վանյանը չգիտի, բայց իրենք ամեն բան արել են, որ ցանկացած դեպքում ձմեռ թե ամառ նաև որմնանկարները չվնասվեն։ Տանիքի լուծումը մեզ համար շատ կարևոր էր, ինչու որպեսզի կարողանանք ապահովել այստեղ անջրաթափանցելիությունը, որպեսզի որմնանկարներին մենք իմանանք, որ որոշակի երկար ժամանակահատված չենք ունենալու ազդեցություն, նաև վերականգնվել է եկեղեցու հին օդատար համակարգը տանիքի տակ։ Վերականգնող ճարտարապետ Մերի Դանիելյանը, որն արդեն 52 տարի է եկեղեցիների վերականգնմամբ է զբաղվում, վստահ է, եկեղեցին դռները բացելուց հետո շատ այցելուներ կունենա։ Հիմա պետությունը մի հատ ճանապարհ է կառուցել, որ Գնդեվանքից ոտքով բարձրանան այս եկեղեցին, շատ հետաքրքիր տուրիստական, ինչ ասեմ, եւ հանգստի մի հատ վայր է ստացվել այստեղ։ Վայոց ձորի Ստավուշ, Սյունիք, Հարագածոտը 2025-ի բյուջեով նախատեսված վերականգնվող 20 հուշարձաններից կեսից ավելին եկեղեցիներ են։ Գիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Սրվեղի վանքը, Այգեշատի թարգմանչած եկեղեցին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Լորիբերդի եկեղեցին, Պտղնիի տաճարը, Այգեշատի թարգմանչած եկեղեցին, բայց ունենք նաև տասնյակին հասնող հուշարձաններ, որոնց համար կազմվում են գիտանախագծային փաստաթղթեր, Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին, Պեմզաշենի առաքելոցը։ Եկեղեցու վանքի հեռավորությունը, դժվարամատչելի տեղանքը կամ անհայտ լինելը չի կարող պատճառ լինել դառնալ, որ այն անտեսվի։ Առաջնայինը միշտ հուշարձանի պատմամշակութային ու գիտական ճարտարապետական մեր պատմության համար կամ գիտության համար կարևորությունն է։ Միայն 2025-ին եւ միայն եկեղեցիների վերականգնման համար նախատեսված էր 814 միլիոն 570 հազար դրամ, բայց թիվը հնարավոր է փոփոխվի։ Քանի որ ստանդարտ աշխատանքներ եւ շինարարություն չի, հետեւաբար որևէ հուշարձանի վերականգնման սկզբում ճշգրիտ իմանալ ամբողջ ծավալը հնարավոր չի։ Ոլորտի պատասխանատուների համար կարևոր է պատմական կերպարը նույնությամբ վերականգնելն է, քանի որ խոսքը որևէ հերթական շինության մասին չէ, ամեն մի եկեղեցի պատմություն է փոխանցում։ Քարերը ընտրվում են համահունչ գոյություն ունեցող քարերին, եթե նույնիսկ հնարավոր չի հայտնաբերել եւ օգտագործել այն հանքի քարը, որից որ ժամանակին կառուցվել է եկեղեցին, ընտրվում է հար կամ նման որևէ իհարկե քարը պահվում է նույնը, բազալտի դեպքում կլինի բազալտ, տուֆի դեպքում տուֆ եւ այլն։
Եկեղեցաշինությունը մի ամբողջ շղթա է, առաջին օղակը արխիվային նյութերի ուսումնասիրումն է։ Խոնարհված եկեղեցիներ եւ կիսականգուն, լրիվ կանգուն, ամեն մեկը իր խնդիրն է ունենում, լինում են դեպքեր, որ ամբողջությամբ կարողանում ենք պահպանվածության աստիճանից արխիվային նյութերից ելնելով կարողանում ենք վերականգնել։ Վերականգնման հիմքը հենց այդ ուսումնասիրություններն են, մանրամասն ու երկարատև։ Հիմա տեխնիկական հնարավորությունները մեզ թույլ են տալի, որ դաշտային աշխատանքներն ավելի արագ անենք, որովհետեւ առաջ երբ որ ձեռքով էինք չափագրություններն անում, ամիսներ էր տևում եւ մինչեւ նախագիծն անելը նույնիսկ տարիներ։ Կրկին Վայոց ձոր սա արդեն շատիվանքն է, մի ամբողջ համալիր, որտեղ 14-րդ դարի կառույցներ կան, իսկ 17-րդ դարում արդեն ավերված վանքի փոխարեն Հակոբ Ջուղայեցին կառուցում է այս մեկը, բնակավայրից հեռու, որ այստեղ ճգնավորությամբ զբաղվեն, ձեռագրեր գրեն։ Տարածքը մեծ վանական համալիր է եղել, մեր պահպանված համալիրներից եզակիներից մեկն է, որտեղ կարող ենք տեսնել իր բազմաթիվ օժանդակ կառույցները, սենյակները, թաղակապ ծածկերով սեղանատուն, պահեստ, ձիթան, ջրաղաց եւ այլն, որը մենք շարունակաբար պեղելու եւ շարունակելու ենք վերականգնում։ Այստեղ նորոգումը փուլերով է լինելու, պեղումներով է պայմանավորված։ Չբացահայտված բավականին շատ շինություններ, գիծ, օժանդակ կառույցներ, որոնք այս պահի դրությամբ դեռ հողի տակ են։ Եվ քանի որ ես նաև Վայոց ձորից եմ, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի եւ նաև շադիվանքը իր պատմական առումով։ Հիմա առաջին փուլն է ընթացքի մեջ։ Այս ծրագրով նախատեսված է վերականգնել Սուրբ Սիոն եկեղեցին, որի մոտ մենք գտնվում ենք, շրջակա պարիսպները եւ բրգաձև աշտարակները, որոնք մեծամասամբ փլուզված են, եւ նաեւ դրան զուգահեռ յուրաքանչյուր տարի, այդ թվում այս տարի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը բավականին հետաքրքիր բացահայտումներ է արել, բացվել է բոլորովին նոր մի կառույց սենյակ, որը նաեւ հետաքրքիր պահպանված ներսույթ ունի եւ հայտնաբերվել են մետաղական տասնյակների հասնող հետաքրքիր գտածոներ, որոնք օգտագործվել են վանականների կենցաղում, դրանք մաքրման փուլում են։ Հետո նաև կկազմակերպվի այդ ամենի ցուցադրություն։ Այս համալիրի դեպքում մշտադիտարկումները ցույց են տվել, ամեն անցնող տարի ավելի շատ էին կորցնում։ Ժամանակ առ ժամանակ փլուզումներ էինք ունենում, ինչը մեծ վնաս է հասցնում նրա պատմամշակութային արժեքին եւ չնորոգելը կբերի ել ավելի մեծ փլուզումների։ Բայց տարածքից փլուզված քարերը տասնամյակների ընթացքում չեն էլ պակասել, քանի որ տեղանքն է նաեւ դժվար մատչելի։ Հարություն Վանյանը ցույց է տալիս եկեղեցու պատերը, հիմա տեսնում ենք մուր ու սև, բայց այդ շերտի տակ որմնանկար կա, դա եւս արդեն նախագծվել է։ Որը կիրականացվի մյուս տարի արդեն տանիքների ավարտելու հետ զուգահեռ, որպեսզի եւ եկեղեցին վերականգնվի եւ ներսում որմնանկարները բերվեն պատշաճ ու ներկայանալի տեսքի եւ կշարունակվեն արդեն պարիսպների ամրակայման աշխատանքները։ Եկեղեցու պատերին անուններ, ազգանուններ, սրտիկներ, այդպիսի մեխանիկական վնասումներն էլ քիչ չեն, հորդորում են, մի արեք, գոնե նորոգումից հետո։ Մյուս խնդիրը, մեծացող ֆինանսավորման ու ծավալների կողքին մեծ չեն վարպետների թիվը։ Հիմա վերականգնվող մի քանի եկեղեցիներ ունենք, որ տարբեր շինարարական կազմակերպություններ նույն վարպետներն են աշխատում եւ ուղղակի շատ ժամանակ ստիպված ենք սպասել, երբ որ մի հատ մի եկեղեցում կավարտեն, ենթադրենք երերույթում կավարտեն, կգնան Կիրանց կամ այնտեղից Սուրբ Հովանես եկեղեցի, պետության կողմից պահանջարկը չի եղել այն ծավալներով, ինչը որ հիմա է, եւ այդ մարդիկ ուղղակի այլ աշխատանք են փնտրել։ 2-3 հատ վարպետ ունենք, որոնց այս տեղից հիմա տանում են այնտեղ, 2 օրով, հետո 3 օրով մեկն է գալիս տանում է միտեղ, իրանք հիմնականում աշխատում են հիմա Դիլիջանի նոր եկեղեցին են կառուցում, բայց որ պետքա որ հին եկեղեցու վրա շատ կարևոր հատվածներ անեն, իրանց են դիմում։ Վերականգնող ճարտարապետներն էլ շատ չեն, իր օրինակն է բերում, Կիրանցից Բյուրական վերականգնող ճարտարապետը հենց ինքն է։ Կիրանցը Գյուղամիջյան, Բյուրականի եկեղեցին, Մակարավանքը, Սուրբ Կարապետ վանքը,
քանակերը ավարտեցինք, թիթեղ դրեցինք վրան, որտեղ մեջը որմնանկարներ կային եւ փրկել այդ մեծ եկեղեցին, այդ ձևով արեցինք։ Ընդհանուր 7 տարիներին շուրջ 1.7 միլիարդ դրամի հատկացում է եղել միայն եկեղեցիների վերականգնման, նորոգման եւ ամրակայման համար։ Ամեն հաջորդ տարի հատկացումը նախորդից շատ է եղել։ Օրինակ 2018-ի համեմատ 2025-ին 14 անգամ ավելի։ 2026-ին էլ ընդհանուր հուշարձանների վերականգնման համար նախատեսված 1.7 միլիարդ դրամի մեծ մասը կրկին ուղղվելու է եկեղեցիների վերականգնմանը։ Իրնամ Կրչյան, Հովանես Քյուրքչյան, Դավիթ Դանիելյան, լուրեր։